Պարոն Ալեքսանյան, Գյումրու դեպքերի հետ կապված ձեր արձագանքը կասեք։ Իհարկե կասեմ, տեղի ունեցավ այն ինչը անխուսափելի էր, տեղի ունեցավ այն ինչին մենք տարիներ շարունակ սովոր ենք եղել տեսնել սերժակոչարանական ուժերի կատարմամբ, ուղղակի Լափամանից կտրված մեկը վերադարձավ իր պատկերացմամբ Լափամանի մոտ, լավ չհասկանալով, որ համայնքային կամ պետական բյուջեն այլևս Լափաման չէ, այլ համայնքի ու պետության բնակիչների կյանքը բարելավելու համար ծառայող համընդհանուր գումարը։ Պարոն Ալեքսանյան, զարմանալի չէ ձեզ համար, այսինքն ձեզ համար զարմանալի չի լինի, բայց քաղաքացիների համար զարմանալի է գին անգամ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կոնկրետ Վարդան Ղուկասյանի մասով ինչ-որ մի բան ազգային ժողովի ամբիոնից, ինչ-որ մի բան չէ, հեռացնել, վերացնել ասպարեզից ավելի կոնկրետ, ու միանգամից ստացվում է այնպես, որ երկու շաբաթվա մեջ եւ բացահայտումներ են լինում, ձայնագրություններ են հրապարակվում իշխանական լրատվամիջոցում, Իշխանական լրատվամիջոցում որը ինչ է Ժորժ հակակոռուպցիոն կոմիտեն տարածել է այդ հակակոռուպցիոն կոմիտեի հակակոռուպցիոն կոմիտեից հիմա որ լրատվականը ավելի օպերատիվ է աշխատել քան ձեր լրատվականը կամ մյուս լրատվականները այդ հարցի երկրորդ կողմն է Ժողովուրդ ջան հրապարակել է իրավապահ համակարգը հրապարակել է ձայնագրություններ հիմա եթե նկատի ունեք որ վարչապետը ունի էքստրասենսոր կարողություններ եւ կարողացել է գուշակել, որ Վարդանիկը ինչպես եւ Սերժակոչյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ չի կարողանալու զսպել իրեն, չի կարողանալու զսպել գայթակղությանը եւ որոշելու է լափել համայնքային բյուջեից, լափել կաշառքը, հիմա ապա այս դրանում կարող եք բոլորից էլ մեղադրել, որովհետեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր adekvat քաղաքացի վստահ է, որ Սերժակոչյանական կլանի յուրաքանչյուր ներկայացուցիչ, եթե տաս այսքան իշխանություն, նա այդ իշխանությունը կփորձի ծառայեցնել որպես իր լափամանը լցնելու միջոց, ինչը եւ արել է Վարդանիկը։ Պարոն Ալեքսանյան, դուք ոնց եք օրենքը, մարդու իրավունքները, այս աստիճան խեղաթյուրում ու ոտնահարում առանց դատական ակտի, անձնական ձեր սեփական վերդիկտն եք կայացնում մարդու հետ կապված, զուտ այսպես ենթադրությունների հիման վրա, իսկ դուք չգիտեք, փորձակնություն չի արվել, այդ ձայնագրությունները, որոնք sense խրխռալով լսվում էին, դրանք իրական են թե չէ, սարքած են թե չէ, կծմծած են սրբազանների նման։ Որներ կծմծած սրբազանների նման, ես Բագրատ Վազգեն Գալստանյանի ձայնագրությունը բացարձակ իրականություն էր, բացարձակ այնտեղ ոչ մի կտոր չկար, որը որ առանձնացված էր, սկզբից Գառնիկ Դանիելյանը ասում էր դա արհեստական բանականությամբ է սարքված, արհեստական բանականությամբ է ասում էին սարքված, հետո հասկացան, որ ապուշություն է իրանց ասածը, սկսեցին պնդել, որ կոնտեքստից է կտրված, հետո հրապարակեցին ամբողջական կոնտեքստը եւ պարզ դարձավ, որ ոչ թե որոշել էին, որ պետք է գյուլել 1-2 իշխանականի, այլ պետք է գյուլել ցանկացած մեկին, ով համաձայն չի իրենց տարված քարոզչության հետ, հետո էլ խոսում էին այն մասին, որ պետք է նաև այդ գյուլելու process-ը սկսել իրանց թիմակիցներից, որոնց որ նստացնելու են փողի վրա, բայց մի վարքեն կավարտեմ բոլորի հարցերին անխտիր պատասխանելու են, ինչևէ Էլ չեմ խոսում այն մասին, որ այնտեղ տոննայանոց ձայնագրություններ կային փողոցներում աստղիկներ շախտալու, անմեղ ոչ մի բանի հետ կապ չունեցող քաղաքացիների կյանքը վտանգելու հետ, ամբողջական այդ ձայնագրությունները հրապարակելու հնարավորություն ունեն դատապաշտպանները, բայց ենթադրում եմ չեն հրապարակում, որովհետև այնտեղ եթե ամբողջական հրապարակեն, իրենց համար ել ավելի վտանգավոր բաներ կլինի։ Վերադառնալով ձեր հարցին, հարգելի գործընկերներ, այն որ Վարդանիկը ինքն իր բնույթով ակնհայտորեն հանցագործ, կրիմինալ, ինչ ասեմ, լափակեր եւ այլն, այսպես շարունակ, դա ինձ թվում է տեսանելի է։ Սա հասկանալու համար ուղղակի պետք է գնալ Գյումրի, կանգնել օրինակ Գյումրու միջին վիճակագրական շենքերի, փողոցների, բակերի եւ մնացածի առաջ, որոնք որ վերջապես սկսել են փոքրի շատ է տեսքի գալ 2018-ից հետո, երբ Գյումրիում վերջապես ասֆալտ է եղել այդ փոսերի փոխ։ Ու հետո գնալ կանգնել Վարդանիկին պատկանող այն գերշքեղ հյուրանոցի առաջ ու փորձել ինքներդ ձեզ հարց տալ։ Արդյոք 200,000 կամ 300,000 դրամ աշխատավարձ ստացող մարդը, եթե կոռուպցիոներ չի, եթե համայնքի փողերը լավ փող չի, եթե սրիկա չի այդ ամեն ինչը անող,
Ոնց է կառուցել այդ գերշքերը։ Ձեր իշխանության ներկայացուցիչները այդ ո՞նց են այդ ասадնյակները կառուցում։ Հարգելի տիկին Սևանի տիկին ափին այդ ո՞նց են Հարգելի տիկին Ջեբեջան, հարգելի տիկին Ջեբեջան, դուք լրագրող եք, ես ազգային ժողովի падգամավոր եմ, իշխող կուսակցության փոխնախագահն եմ եւ մամուլում հրապարակումներ են եղել, կարծեմ, եւ իմ հիպոթեկով գնված բնակարանի հետ կապված եւ ձեր մի վարքյան էլի եւ ձեր հիպոթեկով գնված բնակարանի վերաբերյալ ու իմ տպավորությունն այնպեսին է որ իմ ու ձեր հիպոթեկով գնված բնակարանները համարժեք են ու հենց այս երևույթից ելնելով արդեն իսկ այդ ձեր պնդումները բան են իրանք սին են բացարձակ սին չէին շատ լավ գիտեք ինչ ասадնյակների Ժողովուրդ ջան ես շատ լավ գիտեմ ու շատ լավ սրա մասին ասում եմ գտեք որ Անիֆի համար իրանք չեն հարցնում իրանք այդքան ուղեղ չունեն որ Անիֆի համար հարցնեն Անիֆի համար մենք ենք հարցրել այդ նույն իրավապահ համակարգը որ հիմա գնացել է Վարդանիկից է հարցնում այդ նույն իրավապահ համակարգը գնացել Անիֆի համար է հարցրել որ այն բանը Աննա Գրիգորյանը բանը մատի փաթաթան սարքած օրու մեջ Անիֆ են ասում դա այդ նույն իրավապահ համակարգի արածն է այն որ հիմա ասում եք անմեղության կանխավարկած երբ որ խոսքը վերաբերվում է Վարդանիկին օй անմեղության կանխավարկածը մարդու իրավունքները դեսը դեն բայց Անիֆի ժամանակ այդ նույն բաները չեք ասում իմ դեպքում այդ ամեն ինչ տարբեր է ձեզնից գիտեք ինչի որտե չէ մի վարքյան ժողովուրդ ջան իմ ու ձեր տարբերությունը ձեր քաղաքական այն ուժերի որոնց որ դուք սատարում եք տարբերությունը հետևեն ուժի չեմ սատարում դե Արթուր Վանեցյանը լավ է Արթուր Վանեցյանը հետ ինչ կապ ունեմ դե լավ հիմա եկեք Մեղա տեր Սուրբ Գևորգ մեկ ասեք ինչ կապ ունեմ ես իմանամ Լավ ասենք օթում բանաներ եղավ տիկին Ջեբեջան Չախանուրի շալները տալիս բայց դե տան չախանը գուցե բայց ինչև է թողեք ասեմ այդ տարբերությունը որն է հետո փայլակ ջան տարբերությունը այնա ժողովուրդ ջան որ իմ համար տարբերություն չկա առանձնապես եթե ինչ որ մեկը փողա լափել Անիֆում ուրեմն ինքն է պետքա պատժվի եթե ինչ որ մեկը փողա երբ որ բոլորը Դե տեսեք ուղղակի Վարդան Ղուկասյանի դեպքում այնքան արագ է լինում Ոնց է արագ լինում այս 8 տարիա դատերը գնում է 8 տարիա դատերը բա այն մնացած գործերի հետ կապված որ դանդաղա գնում այդ խիչ եք ասում ուր էր գնում Դե բա այն ասենք նույն մարդը դատվում է մի 4-5 հատ գործով այն երկու գործինը դանդաղա գնում մեկին է արագ է գնում այդ սկսել եք բողոքել որ գործերն արագ են գնում ժողովուրդ ջան ես որ բայց մեր գործերը արագ չեն գնում երբ որ մենք ենք դատի տալիս ձեր իշխանության աջակիցներին մեզ վիրավորելու, զրպարտելու համար այդ գործերը քնած են։ Վայ, տիկին Ջեբեջան, ջան, եկեք վիրավորելուց մի խոսեք, երեք նայել եմ ձեր բանը, ռեպորտաժը հենց Գյումրիից։ Ֆանտաստիկ էր, այն որ այնտեղ ինչ որ չգիտեմ ինչ շայկա էր հավաքված, հա, ուղիղ եթեր էր, բաներ, տենց ասում եք, այ ինչ եք ասում Վահագն Ալեքսյանի։ Գյումրեցիներ են, ընտրողներ են։ Ես քաղաքացիներ են, 3 միլիոն վարչապետերից են։ Սիրելի գյումրեցիներ, ես վստահ եմ, որ դուք այդ կիսակրիմինալ բանդայի, այդ ոստիկաններին ամենավերջի սեռական բնույթի հայհոյանք տվող կին կոչվածների եւ մնացածի այդ բանը ներկայացման կարիքը չունեք եւ դուք շատ տարբեր եք ու Գյումրին մեր մշակութային մայրաքաղաքն է, իսկ այդ քֆուրչի, չգիտեմ ինչ զանգվածը ժողովուրդ ջան ձեզ չի ներկայացնում հավատացած եղեք ես դրանում վստահ եմ։ Ձեր հայրենակիցները չեն, պարոն Ալեքսանդր։ Իհարկե մեր հայրենակիցներն են։ Բախեք այդպես տորանջատում, առանձնացում Փաշինյանն էր որոշ սիրուն բաժանում արդեն քֆուրին նմանվող բառապաշար օգտագործում, պարոն Ալեքսանյան, ասենք Որն էր քֆուրի նմանվող բառապաշար։ Ասենք չկրկնեմ հենա ասեցին գործընկերները, շինելը, դոմփելը։ Պարոն Ալեքսանյան, Դե տեսեք, բայց դա էլ չէ մի վարքյան էլի։ Դե որտեվ ձեր գործընկերներն են, մեղավոր ինչ ասեմ, շինելն ու դոմփելը հարգելի գործընկերներ են։ Շնակմը կառուցել եւ այնինսը չգիտեմ ինչ։ Ամեն դեպքում ինձ թվում է դուք էլ որպես կին ու որպես լրագրող շատ ուրախ կլինեիք, եթե Գյումրում հավաքված այդ մի քանի 100-200 հոգանոց զանգվածը այդ սեռական բնույթի հայհոյանքների փոխարեն օգտագործել, շինել եւ դոմփել բառապաշար։ Իդեպ խստորեն, դե եթե սեռական բնույթը ավելի լավ էր, հա, այդ ուղիղ սեռական բնույթի հայհոյանքները։ Իդեպ խստորեն դատապարտում եմ նաև խստորեն ընդդիմադիր լրագրողներից մեկի հասցեին այդ նույն զանգվածի կողմից հնչեցված հայհոյանքներ։ Տեսեք, ես նախապես ասեմ, որ կարծում եմ, որ եւ օրենքները դա ենթադրում, որ կաշառակերը պետք է լինի տեղում նկատի ունեմ, հա։
մեղադրյալի աթոռին, եթե դատարանի որոշում կա, դավաճանը եւ մնացած բոլորը, ովքեր օրենք են խախտել։ Բայց տեսեք, երբ որ մենք այս տարիների ընթացքում տեսնում ենք, որ իշխանության տարբեր ներկայացուցիչների